Հայհին վիպաշխար, Դրդատը մեծ հայքի թագավոր։ Դրդատը հունական զորքի օգնությամբ գալիս և հասնում է Կեսարիա։ Այստեղ շատ հայ նախարարներ գալիս են նրան ընդառաջ և սիրով ու հավատարմությամբ դիմավորում նրան։ Դրդատը մտնում է Հայաստան և իմանում, որ Օտարամատունին պահել ու մեծացրել է իր քրոջը, ինչպես նաև պահպանել է արքունի գանձերն ու ամրոցը։ Նա շնորհակալություն է հայտնում Օտային և նրան նշանակում է Հայաստանի հազարապետ։ Արտավազդի քրոջ ամուսնուն՝ Տաճատին, տալիս է Աշոց գավառը իր բոլոր հողերով։ Այնուհետև Դրդատը սկսում է պատերազմել պարսիկների դեմ և շատ հաղթանակներ է ունենում։ Նա պարսիկներին դուրս է քշում Հայաստանից։ Մի անգամ պարսիկները շատ նետեր են արձակում Դրդատի վրա և սպանում են նրա ծին։ Դրդատը ընկնում է, բայց արագ ոտքի է կանգնում և շարունակում է կռվել։ Նա նույնիսկ թշնամու ձի է վերցնում և նորից մտնում կռիվ։ Մեկ այլ անգամ, երբ պարսիկները փղերով են հարձակվում, Դրդատը չի վախենում։ Նա իջնում է ձիուց, սուրը ձեռքին հարձակվում է փղերի վրա և ցրում նրանց։ Այդպես նա օգնում է իր զորքին հաղթել։ Այդպիսի քաջագործություններով Դրդատը հաղթում է պարսիկներին, դուրս է քշում նրանց Հայաստանից և դառնում մեծ հայքի թագավոր։